Երեկվանից ողջ մամուլը ցնցած թեման Ազիզյաններ սիթքոմից հայտնի Մարիի, նույն ինքը Մարի Պետրոսյանի անձնական կյանքի դրվագներն էին, որոնք վերջինս հանրային էր դարձրել Facebook-յան հարթակում։ Մարին ամուսնացած էր, ամուսնու հետ համատեղ կյանքում ուներ 3 երեխաներ։ Այսօր վերջինս որոշել է խոսել իր ամուսնական կյանքի մութ կողմերի մասին, հրապարակումներ անելով եւ այդպիսով ներկայացնելով, ցույց տալով, թե ինչպիսի բռնության է ենթարկվել ամուսնու կողմից ամուսնության ընթացքում։ Դերասանուհին ներկայացրել է կադրեր, որոնք իսկական իրարանցում են առաջացրել համացանցում, մարդիկ սարսափած են, թե ինչպես կարող է երիտասարդ աղջկա վրա ամուսինը ձեռք բարձրացնել եւ նման օրի գցել նրան, սակայն շատերն էլ մեղադրում են Մարիին, նշելով, թե ինչու է նա տարիներ շարունակ երեխաներ ունեցել եւ այդպիսով լռել, չհանրայնացնելով այսքան դաժան իրականությունը։ Այսօր սակայն Մարին որոշել է խոսել այդ մասին, նա ներկայացրել է կադրեր, նշելով, թե թվացյալ երջանիկ կին եւ մայր լինելով նման կապտուկների եւ բռնության է ենթարկվել, իսկ արդեն ամուսնալուծությունից հետո նա 3 երեխաների հետ է գեղեցիկ ու երջանիկ։ Նշենք նաեւ, որ համացանցի օգտատերերը փորձում էին գտնել Մարիի ամուսնու լուսանկարները, սակայն դրանք որպես այդպիսին դժվար կգտնվի համացանցում, որովհետեւ դերասանուհին ողջ ամուսնության ընթացքում խոսում էր անձնականը հանրային չդարձնելու մասին եւ ամուսնու լուսանկարները հրապարակել չցանկանալու մասին։ Նշենք նաեւ, որ վերջին շրջանում հայությունը հաճախ է նմանատիպ բռնությունների եւ սարսափելի դեպքերի ականատես լինում։ Ծափաթաղի 3-ամյա բնակիչ Տիգրան Հովհաննեսովի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նշանակվել են համալիր փորձաքննություններ։ Այս մասին Պանորամայեմին ասել են քննչական կոմիտեից, պատասխանելով հարցին Տիգրանի սպանության մեջ մեղադրվող հայրը կալանավորվելուց հետո ենթարկվել է բժշկական փորձաքննության։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ժամը 18:00-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Հովհաննեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։ Երեխայի դին հայտնաբերել են նոյեմբերի 2-ին Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա դաշտամիջյան հատվածում։ Հենց նույն օրը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտնել էր նախնական տվյալներով երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն, դիակի մարմնի գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ եւ 9-րդ կետերով, այն է սպանությունը։ Նշենք, որ ավելի վաղ ներկայացրել էինք ընտանիքի անդամներից մոր, հորաքրոջ, եղբոր եւ այլ հարազատների հարցազրույցները, ովքեր Տիգրանի որոնողական աշխատանքների ընթացքում ասում էին, որ տեղյակ չեն, թե ուր կարող է լինել փոքրիկը սովորություն ուներ բակում խաղալու եւ եղբոր հետ մոտակա տարածք են գնացել, որից հետո այլևս հետ չի վերադարձել Տիգրանը, փոխարենը հետ է եկել միայն եղբայրը, ով խոսել չի կարողանում։ Նշենք նաև, որ հորաքույրը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ երեխային երբ հարցեր են տալիս, նա ձեռքերով բռնում է իր կոկորդն ու սեղմում։ Այս կերպ հորաքույրը փորձել էր ցույց տալ, որ եղբայրը գիտի, թե ով է այս դաժան դեպքի հեղինակը։ Նշենք, որ համացանցում տարբեր մեկնաբանություններ էին գրում այն մասին, որ հորաքույրն իր մեղքի բաժինն ունի։ Բանն այն է, որ մայրը թողել էր երեխային հորաքրոջ խնամքին, նա աշխատում էր եւ պետք է հորաքույրը ուշադիր լիներ։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն Տիգրանի հորը քրեակատարողական հիմնարկում այնքան էլ լավ չեն ընդունել։ Նրան ճնշումների են ենթարկում, իսկ վերջինս հոգեկան առողջության խնդիրներ ունի։ Նա իր քայլը մեկնաբանում է այնպես, որ երեխան իր համար խորթ է եղել եւ հետեւաբար էլ գնացել է նման դաժան քայլի, սակայն նրա մեկնաբանությունն ու նրա արդարացումը որևէ մեկի համար ընդունելի չէ։ Հավելենք նաև, որ ավելի վաղ ներկայացրել էինք այս ողբերգական դեպքի մանրամասներն ու հետևանքները։ Արդեն մի քանի օր է ողջ մամուլը ցնցած թեման փոքրիկ Տիգրանի սպանությունն էր։ 3-ամյա Տիգրանը Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղից էր։ Վերջինս խեղդամահ է արվել իր սեփական հոր կողմից։ Օրեր շարունակ ոստիկանները փրկարարական ջոկատները փնտրում էին տղային։ Արդեն 2 օր առաջ դաշտամիջյան հատվածում գտնվեց Տիգրանը։ Դեպքից ժամեր անց պարզ դարձավ, որ նման սարսափելի քայլի դիմել է երեխայի հայրը։ Այսօր փոքրիկ Տիգրանի հուղարկավորությունն էր։ Ողջ գյուղը սգում է,
ոչ ոք չի կարողանում համակերպվել դաժան իրականության հետ։ Համացանցային օգտատերերը մեղադրում են այս ընտանիքի ծնողներին, քանի որ մայրը պետք է թույլ չտար իր երեխային մենակ մնալ հոգեկան խանգարումներ ունեցող հոր հետ։ Նշենք նաև, որ համացանցի օգտատերերը նշում են, որ տարիներ առաջ այս ընտանիքը մասնակցել է Հրաչ Մուրադյանի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարին, որտեղ բարձրաձայնել է իր խնդիրը։ Այդ ժամանակվանից մինչ օրս իրենց խնդիրը չի լուծվել։ Նրանց օգնություն չի ցուցաբերվել, ինչի արդյունքում անառողջ վիճակը տիրել է ոչ միայն այս ընտանիքում, այլ նաև այս մարդկանց հոգեկան աշխարհը այն չի եղել։ Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն, դիակի մարմնի գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ եւ 9-րդ կետերով սպանությունը։ Նա ձերբակալվել է։ Այն հարցին արդյոք ձերբակալվածի երեխայի հայրն է, քննչական կոմիտեից հաստատել են։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտնել էր, որ ըստ նախնական տվյալների երեխայի հայրը խեղդամահանելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին ժամը 15-ի սահմաններում Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում փրկարարները հայտնաբերել են հոկտեմբերի 27-ից որոնվող Տիգրան Հովհաննեսովի ծնված 2022 թվական դին։ Թերեզա Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Լռեք մարդիկ, ուղղակի լռեք, զգույշ և կամաց խոսեք, փոքրիկ Տիգրանի խեղճ ու աղքատ ընտանիքը ցավ ու կսկիծի մեջ է, իսկ դուք անհանգստանում եք նրա մոր անարցունք լացի համար»։ Տիգրանիս աչքերը բաց էր, թաթիկները հողոտ, չստերն իրենից մի փոքր հեռու։ Այսօր են արել ու թողել այդտեղ։ Բազմանդամ ընտանիքի միակ կերակրողն այս փոքրամարմին կինն է, ում դեմքն անհաղորդ է աշխարհին և մարդկանց։ Ամենադաժանն ինձ համար մանուկների մահն է, և արդեն 5-6 ժամ է վերադարձել եմ Տիգրանենց տնից, չեմ կարողանում կարեկցանքի խոսք գրել, պապանձվել եմ, բառերը կծղել ու դեմ են առել կոկորդիս։ Կարծես գիպս եմ կերել ու խեղդվում եմ, ողորմած Աստված, անարդար աշխարհ։ Նշենք, որ ժամեր առաջ հայտնի դարձավ, որ հայտնաբերվել է փոքրիկ Տիգրանի մարմինը։ Ներքին գործերի նախարարությունը հաստատել է օրեր շարունակ որոնվող 3-ամյա Տիգրանի մարմինը գտնվել է, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություն։ Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 2-ին մի քանի օր շարունակ որոնողական աշխատանքների արդյունքում Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել է հոկտեմբերի 27-ից որպես անհայտ որոնվող Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրանի մարմինը։ Դեպքի վայրից հայտնել էր Գագիկ Շամշյանը, որ փրկարարները, պարեկները, ոստիկանները երեխային հայտնաբերել են Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա դաշտամիջյան հատվածում։ Գագիկ Շամշյանը դեպքի վայրից կադրեր է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են Տիգրանի մարմինը պատգարակով տեղափոխում։